Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Թոմաս Մանտոն, օր օգոստոսի 12։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, եւ նա կուղղե քո ճանապարհները։ Առակաց 3-րդ գլուխ 6-րդ խոսք։ Եթե Աստված գիտի մեր կարիքները եւ պատրաստ է տալու անկախ նրանից մենք խնդրում ենք թե ոչ, ապա ինչու ընդհանրապես պետք է աղոթքով բացենք ու ներկայացնենք մեր կարիքները նրան։ Քանզի դա Աստծո կողմից սահմանված կարգն է, եւ դա պետք է բավական լինի այն շնորհով լցված սրտերին, որոնք ցանկանում են հնազանդ լինել իրենց հորը։ Ինչ էլ որ նա նախատեսած լինի, թեև գիտի մեր կարիքները եւ որոշել է պատասխանել դրանց, այնուամենայնիվ հավատքի պատշաճության մի մասն է խնդրել այն, ինչ նա պատրաստվում է տալ։ Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին։ Երեմիա 29-րդ գլուխ 11-րդ խոսք։ Եվ նաև այսպես է ասում Տեր Եհովան. Իսրայելի տունը դեռ այն բանն էլ պիտի խնդրի ինձանից, որ անեմ իրանց։ Եզեկիել 36-րդ գլուխ 37-րդ խոսք։ Աստված գիտի իր խորհուրդները, նա հաստատել է իր որոշումները եւ մեր խնդրանքով չի փոխի իր նախախնամության գեղեցիկ ընթացքը, սակայն այնուամենայնիվ նա կամենում է, որ իրեն փնտրեն եւ իրենից խնդրեն։ Ուստի Աստված նպատակադրել է օրհնել նրանց եւ այդ պատճառով խոստանում է. Ես Տերս շինում եմ քանդվածները եւ տնկում ամայացածը։ Եզեկիել 36-րդ գլուխ 36-րդ խոսք։ Սակայն հաջորդ խոսքում նա ասում է. Իսրայելի տունը դեռ այս բանն էլ պիտի խնդրի ինձանից, որ անեմ իրանց։ Տերն այսպես ասում է. Ես դա կանեմ, բայց դուք աղոթքի միջոցով պիտի ստանաք այդ օրհնությունը։ Այսինքն Աստված խոստացել է տալ օրհնությունը, բայց աղոթքը այն միջոցն է, որով մենք ստանում եւ վայելում ենք նրա խոստացած բարիքը։ Մենք Աստծուց թույլտվություն ենք խնդրում, որպեսզի որևէ բան անենք, որովհետև բոլոր իրադարձությունների վրա իշխանությունը նրան է պատկանում։ Իսկ եթե երկմտում ենք, նրա խորհուրդն ենք խնդրում, արդյոք մնանք այստեղ, թե գնանք այնտեղ։ Ինչպես վարվել ինքներս մեզ հետ եւ մեր ընտանիքների հետ, եւ խնդրում ենք նրա օրհնությունը մեր որոշման վրա։ Մենք աղոթում ենք Աստծուն, որ գիտակցենք, որ ամեն ինչ նրա ձեռքում է, եւ նա է կառավարում մարդկանց կյանքն ու բոլոր իրադարձությունները։ Մենք ամեն օր ապրում ենք նրա շնորհներով եւ մեր հացը ստանում ենք նրա ձեռքից։ Եվ այդ ամենը մեզ հիշեցնում է, որ այն ամենը, ինչ ունենք, գալիս է մեր մեծ Տիրոջից, եւ հենց դրա համար էլ մենք աղոթում ենք նրան։